Մայիսի 22-ին ժամը 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից Հրազդան մարզադաշտից թնդանոթից կարձակվի 2 կրակոց, հաղթանակ զբոսայգուց 1 կրակոց։ Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Սուրբ Էջմիածնի մայրտաճարում Գարեգին II-ը ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչին, հայտնել է մայրաթոռը։ Քննարկվել են Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական քաղաքական իրադրության, ընտրական գործընթացների խաղաղ ու թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտության մասին հարցեր։ Խոսեցի Իլհամ Ալիևի հետ, վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։ X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը։ Իր էջում հրապարակում է արել նաև Իլհամ Ալիևը։ Ըստ նրա, զրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը խոստացել էր Ալիևի հետ քննարկել հայ գերիների հարցը, սակայն նրա գրառման մեջ այս մասին ոչ մի խոսք չկա։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է Կիլիկիա երգը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և սրբազան հայրերի կատարմամբ։ Ռոմի Պապը ողջունելով հայոց հայրապետին նշել է, որ այս եղբայրական այցը կարևոր առիթ է երկու եկեղեցիների միջև կապերն ամրապնդելու և լիակատար միությանը մոտենալու համար։ Սրբազան քահանայապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին կաթոլիկ և արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսությանը ցուցաբերած անձնական մեծ աջակցության համար։ Լևոն 14-րդ Պապը նաև ներկաներին կոչ է արել աղոթել Լիբանանի և Մերձավոր Արևելքի խաղաղության համար, որոնք կրկին պատառոտվում են պատերազմից ու բռնություններից։ Խոսքի ավարտին Ռոմի Պապը հայցել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Գրիգոր Նարեկացու, Սուրբ Ներսես Շնորհալու և Աստվածամոր բարեխոսությունը եկեղեցիների միասնության ճանապարհը լուսավորելու համար։ Получено от армянской стороны официальное уведомление о том, что премьер-министр Նիկոլ Վավայևիչ Փաշինյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գա ԵԱՏՄ գագաթնաժողովին եւ խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ դա օրինաչափություն է դառնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայկական կողմը պաշտոնական ծանուցում է ուղարկել Ռուսաստան երկրի ղեկավարի չներկայանալու մասին։ Զախարովան նշել է, որ Մոսկվան չի դաբանում կամ սկզբունքը եւ միշտ ասել է, որ կարելի է օրգանապես համադրել, սակայն դա այնքան ժամանակ քանի դեռ ուղղություններից մեկից արևմուտքից չսկսեցին հարվածել տնտեսությանը, առևտրին, ֆինանսներին, գումարած դրան ոչ լեգիտիմ պատժամիջոցները։ Զախարովայի խոսքով ամեն ինչ վերածվել է հիբրիդային պատերազմի առևտրային հարթությունում եւ անօրինական պատժամիջոցներն անդրադառնում են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների վրա։ Հակված չենք լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ճիշտ հակառակը, հակված ենք մեր գործընկերությունը բնականon շարունակելուն։ Այսպես է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարություններին։ Եղել են ժամանակներ եւ իրադարձություններ, երբ մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել։ Ամեն ինչ շատ հարաբերական է, ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Երեկ Շոյգուն անդրադարձել էր Հայաստանի իշխանության գործելավոճին, նշելով, որ այն չի համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ բարեկամական քայլ էր համարել Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանին, Ռուսաստանի քաղաքացիների հանձնումը երրորդ երկրներին, միտումնավոր պայմանների վատթարացումը ռուսական տնտեսական օպերատորների համար եւ Կիևի ռեժիմին ամբիոն տրամադրելը Եվրոպական քաղաքասարակության գագաթնաժողովում։
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է փոխել վարորդական իրավունքի վերականգնման ներկայիս կարգը, հայտնել է Երևան TD-ը։ Ըստ նոր նախագծի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում մեկ անգամ կարող են վերականգնել վարորդական իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու։ Դրա համար անհրաժեշտ կլինի վճարել 50,000 դրամ պետական տուրք։ Այս դեպքում սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան եւ քաղաքացուն սովորական 13 միավորի փոխարեն կհատկացվի ընդամենը 6 տուգանային միավոր։ Եթե փորձաշրջանի ընթացքում վարորդը սպառի այդ 6 միավորը, կրկին կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից արդեն 1 տարի ժամկետով։ Հաջորդ անգամ վերականգնելու համար քննությունների հանձնումը կլինի պարտադիր։ Նախագծում ներառված անցումային դրույթով այս հնարավորությունից մեկ անգամ կարող են օգտվել նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք նույնպես 50,000 դրամ տուրքի վճարմամբ եւ 6 միավորով փորձաշրջանի պայմանով։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է 60% հարստացված ուրանը տեղափոխել երկրից, հայտնել է Reuters-ը։ Սա կարող է ել ավելի մտահոգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ վերլուծաբանների Խամենեիի հրամանը կարող է լրջորեն բարդացնել կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ, որն այժմ Թեհրանը վերանայում է։ Ըստ լրատվամիջոցների կողմերը աշխատում են հատուկ փաստաթղթի վրա, որի ստորագրումը պաշտոնապես կավարտի պատերազմն ու կսկսվի 30-օրյա բանակցային շրջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է սպասել ընդամենը մի քանի օր ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Նա ուղղակիորեն նախազգուշացրել է համաձայնության չգալու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անմիջապես վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծայրահեղ կասկածամտությամբ է մոտենում այս գործընթացին եւ ցանկանում է պատերազմը վերսկսել Իրանի ռազմական կարողությունները վերջնականապես թույլատնելու համար։ Այնուհանդերձ Թրամփը վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն եւ Նեթանյահուն կանի այն, ինչ Ամերիկայի նախագահը կցանկանա։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում, որը դեռևս չի գործարկվել մարտադաշտում։ Եվրամիությունը դիտարկում է դաշնքի տարածքում գտնվող Իրանի մի շարք ռազմական կցորդների եւ դիվանագետների դեմ պատժամիջոցների սահմանման, նրանց արտաքսման հարցը, հայտնել է Եվրոակտիվ պարբերականը հղում անելով գաղտնի փաստաթղթի։ Դոսիեում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել եւ արտաքսել իրանցի ռազմական կցորդներին ու դիվանագետներին։ Նշվել է, որ դիտարկվող միջոցների հիմքը մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների ենթադրյալ կապն է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Ներառված է նաև Լեհաստանում Իրանի ռազմական կցորդ Մուհամմեդ Նագիզադեի անունը։ We are announcing an indictment. ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին 1996 թվականին Brothers to the Rescue կազմակերպության 2 քաղաքացիական ինքնաթիռ խոցելու համար։ Դեպքի հետևանքով զոհվել էր ԱՄՆ 4 քաղաքացի։ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ սա ցուցադրական մեղադրանք չէ եւ իրենք ակնկալում են, որ Կաստրոն կհայտնվի բանտում։ Նա շեշտել է Դոնալդ Թրամփի վարչակազմի սկզբունքը՝ ամերիկացիներին սպանողները կպատժվեն, անկախ նրանց պաշտոնից եւ ժամանակից։ Թե Բլանշը, թե նախագահ Թրամփը չեն բացառել նաեւ հնարավոր ռազմական գործողությունները, հիշեցնելով Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքը։ Ավելի վաղ, սակայն, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբայի նկատմամբ լարվածության հետագա սրացման կամ ռազմական գործողությունների ուժեղացման անհրաժեշտություն դեռևս չկա, քանի որ Կուբայի կառավարությունը գրեթե ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ։ Կուբայի գործող նախագահ Միգել Դիազ Կանելը X-ում կոշտ նախազգուշացրել էր, եթե Միացյալ Նահանգները ներխուժի Կուբա, դա կհանգեցնի արժանալի կոտորածի։ Ուսուրիսկում տղամարդը կոտրել է ոսկերչական խանութի ցուցափեղկը եւ հափշտակել ոսկյա զարդեր, մինչեւ նրա հանցակից կինը ձևացրել է, թե զարդեր է ընտրում, շեղելով վաճառողի ուշադրությունը։ Գողացված զարդերի արժեքը կազմել է շուրջ 2 միլիոն ռուբլի։